Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր և փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետություն կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից և ինչպես իրենք են ասում իրենց ձևերով ինչ-որ բան անել։ Հայաստանի Հանրապետությունն ունի արձագանքի կոնկրետ լծակներ և ես չեմ հանդուրժի ընդհանրապես, որ որևէ մեկի լեզուն պտտվի նման բան ասի։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի տենց բան ասի։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործընթացներին։ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է և Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի իրավունք կարծիքներ արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու, բայց Հայաստանի Հանրապետությանը որևէ մեկը սպառնալ չի կարող։ Եվ ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում, ասել է Փաշինյանը։ Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Կարապետյանի իր հայտարարության մեջ ասել էր, որ կանգնելու է եկեղեցու կողքին, ինչ սպառնալիք կա այդտեղ, Նիկոլ Փաշինյանն ասաց, ոչ, Կարապետյանն ասաց, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտենք։ Դա արժանացել է և արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատականի։ Նա ասաց, որ մեր երկրում ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ, նրանք, ովքեր կփորձեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում։ Ով ասի, եթե քաղաքական գործիչներն ու ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու է։ Իմ կարծիքով այդ հայտարարությունը կապ չունի ոչ եկեղեցու, ոչ եկեղեցու շահերի հետ։ Եկեղեցին տվյալ դեպքում հեծի շուտով արդեն նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է։ Ես ուղիղ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով կառավարության անդամներին տվել էի հանձնարարական, որ կամ հեծի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի։ Ես զարմանքով ու զայրույթով արձանագրեցի, որ հեծն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Հիմա նաև վերլուծությունն առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այն մտքից, որ այդ ամենն արվել և արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար, բայց ես տվել էի հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կամ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնման մեխանիզմներ ներդրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, և ես այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի ու որոշման հետ, որովհետև կառավարության անդամները սկսել էին աշխատել, հեծին հստակ ուղերձ տվել էին, նշել է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում կա իրավակարգ և այդ իրավակարգի շրջանակներում ամենաարագ և արդյունավետ գործելու տեղը ազգային ժողովն է։ Մեր մասնագետները քննարկում են ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն աշխատում է, ազգային ժողովում արդեն կա օրենքի նախագիծ, հեծն ազգայնացնելու նախագիծ, ամեն ինչ տեղի կունենա օրենքով, ասել է նա։ Ըստ Փաշինյանի, քրեական վարույթները դրա հետ կապ չունեն, կապ կստեղծվի, թե ոչ, դա արդեն ուրիշ խնդիր է։ Հիշեցնենք, որ 3 հունիսի 18-ին իրավապահները խուզարկեցին Սամվել Կարապետյանի երևանյան առանձնատունը և բերման ենթարկեցին մի շարք անձանց, մինչդեռ նա ինքը, ըստ պաշտոնական լուրերի, դեռ երեկոյան ձերբակալված չէր, այլ տեղափոխվեց քննչական կոմիտեի, պատասխան այդ օրը շրջանառվեց, որ նրա նկատմամբ պաշտոնապես ձերբակալման օրդեր կլինեն։ Նրա պաշտպանները նշում են, որ մեղադրանքը ոչ իրավաչափ է իշխանությունը զավթելու կոչերի համար։ Վկայակոչվում է նրա վերջին հայտարարությունը աջակցություն ցուցաբերելու Հայ առաքելական եկեղեցուն և անհրաժեշտության դեպքում ընդվզել սեփական ձևով, ինչը իշխանություններն ընկալել են որպես քաղաքական միջամտություն։ Պետության փորձը քննարկել նրա նկատմամբ քրիստոնեական եկեղեցու շահերի պաշտպանություն որպես իշխանության հակազդեցություն է դիտարկում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտնել է, որ կառավարությունը մտադիր է ազգայնացնել հեծը, որը նախկինում պատկանել է Կարապետյանին։ Չնայած հետագայում պատգամավորներից մեկը նշել է, որ պետականացումը ենթադրվում է միայն գույքի վերաբաշխում կամ սեփականության այլ ձևով, այլ ոչ թե սովորական ազգայնացման մոդելով։ Ըստ հայկական օրենսդրության պետականացման համար անհրաժեշտ է սահմանվել պետական շահը թե արտերկրի, թե ներքինով, արդարացիորեն գնահատել գույքը, փոխհատուցում ապահովել, եթե օրենքն այն պահանջի։ Եթե իշխանությունը ապացուցի, որ հեծը ոչ արդյունավետ է, սպառնում է էներգետիկ անվտանգությանը կամ անտեսվել են գազալիցքային պայմանները, ապա գործ ունեն համապատասխան հիմքերում բացարձականացնելու և պետականացնելու։ Մինչդեռ ընդդիմադիր շրջանակների կարծիքով ներկայիս քայլին քաղաքական մոտեցում է տրված և փոխհատուցում չի նախատեսվում, ինչը լուրջ հիմնախնդիր է։ Ինչպիսի զարգացումներ են սպասվում և որոնք են սպասվող քայլերը։ Կարապետյանի ձերբակալություն կամ նպատակ։ Իրադրությունը կդառնա տագնապային, մասնավոր սեփականության իրավունքի խախտման քայլեր կան և դա ցույց է տրվում։ Հեծը կազգայնացվի, կարող է փոխհատուցման պահանջ դրվել դատարաններում և այդ տհաճ ֆինանսական հետևանքներ կունենա իշխանության համար։ Քիչ առաջ Կարապետյանի փաստաբանը նշել է, որ տեղեկություններ կան, որ կալանավորման միջնորդություն է սպասվում։ Եվ այս պահին դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Ռազմիկ Ամյանը միացել է Սամվել Կարապետյանի կողքին կանգնելու համար հավաքված մարդկանց խմբին։ Ինչ ասել է, կիսում եմ, ասել է Ռազմիկ Ամյանը։ Սամվել Կարապետյանի եղբոր-որդի Նարեկ Կարապետյանն այդպես էլ չի հասկացել, թե ինչու են գիշերն իրենց տարել 6-րդ վարչություն, էմոցիոնալ պոռթկումների արդյունք էր երևի, զարմանալի մոտեցում է, բավականին մեծ էվոլյուցիա ենք տեսնում արդարադատության վերաբերյալ մեր երկրի ղեկավարների մոտեցման մեջ լրագրողների հետ զրույցում, ասել էր նա։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը Տաթևիկ Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ են։ Շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների և հիմքերի համար։ Սա իսկապես կարևոր է, բայց այսօր միայն խոսքեր պետք չեն։ Մեր ընտանիքը միշտ եղել է իր ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենադժվար պահերին մենք պաշտպանել և պահպանել ենք արդարությունը։ Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5- հասցեում գտնվող քննչական կոմիտեի շենքում։ Թող բոլորը տեսնեն, որ նա միայնակ չէ, մենք էլ մենակ չենք։ Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում, ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության, փորձության, հայտարարել է Տաթևիկ Կարապետյանը։